հարցադրումը ճիշտ ասած չլսեցի։ Ամեն դեպքում ինչ ունի անելու քաղաքացին, բնակիչը, մարդը, ով գիտի, որ իր եկեղեցին շրջապակված է ոստիկաններով, ով գիտի, որ իր քահանային թափ ունծած ու գալիս են սպառնում են, ասում են դուրս արի այստեղից, մենք մեր քահանային ենք բերում։ Ինչ անի են մարդ, ով չի հասկանում այս խառնաշփոթի մեջ եւ չգիտի թե ինչ է նշանակում տիրադավ, ինչ են ինչ-որ մարդիկ հրճակվել տիրադավ։ Նայեք, որպես քրիստոնյա ընդհանրապես պետք է լինել ոչ թե ձևով միայն քրիստոնյա, այլ բովանդակությամբ։ Այսինքն եկեղեցու ոչ թե կողքին լինել, այլ եկեղեցում լինել։ Հոգևոր հայրերի կողքին լինել։ Կպատկերացնեիք մի օր, որ դուք arczepiskopos-ներ կունենաք բանտարկված, անել այդպիսի սցենարներով։ Կպատկերացնեի, որովհետև սցենարները նույնն են, կատարողներն են փոխվում։ Իրականում ընդհանրապես պետք է լինել եկեղեցու կողքին, եկեղեցում որպես քրիստոնյա, չգիտեմ, չեմ կարծում, որ նեյտրալ դիրքը ինչ որ բանի կբերի, ինչ որ լավ բանի կբերի։ Մենք դրանով նեյտրալ չկա։ Իրականում այդ որ ասում են ես չեզոք եմ, դա տեսակի բացակայության պատճառով են ասում ես չեզոք եմ։ Անտեսակ տեսակն է չեզոք լինում։ Երբ որ դու չգիտես ինչ կողմի ես հարում, դու որպես քրիստոնյա քո առաքելությունը ես կյանքում որն է, թողես եկեղեցուց դուռը ով ասես բացի, մտնի ու որոշի, որ ասենք օծյալ քահանային պետքա կարգավիճին բարձրացնեն խորան։ Ու ասենք այնքան պետքա հոգևոր տգետ լինես, որ չհասկանաս, որ կարգալույց եղած քահանան պատարակ չի մատուցում քո համար։ Դու չես կարող հաղորդություն ստանալ նրանից։ Շնորհակալ եմ։ Կարելի մարդիկ